Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը 230 դպրոց կփակի։ Դրանք հիմնականում սահմանամերձ համայնքների դպրոցներն են։ Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը Հայք Նյուզի հետ զրույցում նշում է, սա աղետալի իրավիճակի կարող է հանգեցնել։ Ուրեմն ճիշտ է, այդ նախարարի հրամանը գրում է կրթության որակի եւ ապահովման, հասանելիության ապահովման մասին բեռնագիր, այդպես է նախատեսված, բայց իրականում սա բերելու է կրթության որակի էական անկման, որովհետեւ այդ երեխաները, եթե իրենց բնակավայրերում չեն գնալու դպրոցներ, դա նշանակում է կրթությունից նորից հետ մնալ։ Շատերը տրանսպորտի պատճառով, որոշները, օրինակ ծնողները ուղղակի նրանց կհանեն դպրոցներից եւ իրենց հետ կտանեն նոր բնակավայրեր, որտեղ դպրոցը ավելի մոտ է, եւ սա կբերի նրան, որ իսկապես կրթության որակը առանց այդ ավելի ցածր մակարդակով ավելի կցածրանա։ Փորձագետի խոսքով դպրոցներ փակելը ոչ միայն կրթական առումով է խնդիրներ առաջացնելու, այլ նաև սոցիալական։ Մարդկանց զգալի բանակ, առնվազն 4000 հոգի կմնա առանց աշխատանքի։ Հաջորդ եւ կարեւորագույն խնդիրը մտահոգություններ կան, որ այս քայլով իշխանությունը նպատակ ունի թույլատրել սահմանամերձ շրջանները, մասնավորապես Սյունիքը, որտեղ ավելի քան 20 դպրոց է փակվելու։ Եվ գուցե այս կերպ հող է նախապատրաստվում Արևմտյան Ադրբեջան եզրույթն իրականություն դարձնել Հայաստանի իշխանությունների օգնությամբ։ Մեկ այլ կարևոր հանգամանք ևս. Ատոմ Մխիթարյանի խոսքով մինչ մեր սահմանամերձ գյուղերի դպրոցները փակվում են, զուգահեռաբար 2 նոր դպրոց է կառուցվում Վայոց ձորի այն համայնքներում, որոնք նախկինում թուրքաբնակ են եղել։ 2 նոր դպրոց է կառուցվել, երկուսն են նախկին թուրքաբնակ գյուղերում, Գոմքում եւ Եղեգիսում։ Հասկանում եք, որտեղ շատ քիչ բնակչություն հիմա կա, ում համար են կառուցում այդ դպրոցները։ Այսպիսի մտահոգություններ կան, որոնք եւ բնակիչներն են կիսում, եւ մասնագետներն են կիսում։ Դպրոցները փակելով այս իշխանությունը քիչ-քիչ դատարկում է սահմանամերձ գյուղերը ու երկիրն աստիճանաբար տանում է հանձնման։ Հայք Նյուզի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանն է մտահոգություն հայտնում։ Շատ պարզ երևում է, որ փակել դպրոցներ մանավանդ սահմանամերձ շրջանում, դա նշանակում է հրաժարվել սահմանամերձ շրջաններից, այդ բնակիչներին ասել թողեք դուրս եկեք։ Գիտե, մարդը երեխա ինչ կարողանա իր բնակավայրում դպրոց ուղարկել, մարդկայնորեն հասկանալի է, չէ՞ մարդկանց վիճակը։ Հոգեբանը նշում է, ամեն ինչ արվում է, որ Հայաստանը որպես երկիր, որպես պետություն ոչնչացվի։ Ստիվ եք է ասում, դպրոցները փակվում են, այսինքն երկիրը հանձնվում է, աստիճանաբար երկիրը հանձնվում է թշնամուն։ Կարինե Նալչաջյանի համոզմամբ այս իրավիճակից միակ ելքը այն է, որ մարդիկ հասկանան, եկող ընտրություններին իրենց ձայնը որոշիչ է։ Ես շատ այսպես չէի ցանկանա, որ մենք գայինք հասնենք նոր ընտրությունների, բայց մենք դրա շեմին ենք։ Մարդիկ օրինակ միջև ընտրությունները պետք է կարողանան մարդկանց հոգեբանորեն այնպես տրամադրել, այնպեսի վիճակի մեջ դնել, որ սիրելիս քո ձայնը կարևոր է, չես ուզում, վտանգը տեսնում ես, գնահատում ես ինչ է կատարվում, գնա քո մի ձայնին դեր կանգնի։ Իսկ վերջում չմոռանանք, որ հայրենիքը սկսվում է սահմանից, այսինքն սահմանամերձ համայնքներից։ Իսկ այդ գյուղերում դպրոցները փակելով մարդկանց ստիպում են թողնել իրենց բնակավայրը ու պարարտ հող ստեղծել թշնամու զավթման համար։